Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ ձեր հետ կիսվել, թե ինչպես եմ ես մայոնեզը պատրաստում։ Արդեն կլինի 5 տարի կամ մի քիչ ավել, ես ինքս եմ մայոնեզը պատրաստում։ Սկզբի 1 տարին պատկերացրեք անընդհատ փնտրել եմ, թե ինչ համ ավելացնեմ, որ մեզ դուրեկան ամենահամեղ մայոնեզը ստանամ և ի վերջո հասկացա, որ սրանք են մթերքները։ 200 մլի բուսայուղ, ավելացնում ենք մի հատ ձու, ձուն այնպես ենք լցնում, որ հանկարծ դեղնուցը չփխլվի, 1 թեյի գդալ շաքարավազ, կես թեյի գդալ աղ և 5 կաթիլի չափով, 4-ից 5 կաթիլի չափով էսենցիա։ Հարիչը շատ զգուշությամբ ձեռքի բլենդերը իջեցնում ենք հատակը, այսպես ասած ոնց որ բլենդերի գլխիկով բռնենք ձուն, ձվի դեղնուցը և միացնում ենք, անմիջապես սկսում է փրփրելը, սպիտակելը, մերվելը, խտանալը և քիչ-քիչ շատ թեթև աջուձախ շարժելով ձեռքի բլենդերը ստանում ենք ամբողջությամբ այսպիսի զանգված։ Շատ համեղ է ստացվում, պատկերացրեք աղցանների մեջ ընդհանրապես տեսքը չի կորցնում, չի հալվում, չի ջրիկանում աղցանների մեջ, մի խոսքով շատ լավ իր տեսքը պահում է, շատ համեղ է դարձնում աղցանները, պատրաստեք, փորձեք, վստահեք ինձ և այս նույն բաղադրիչներով պատրաստեք։ Ի դեպ կադրը անցավ մոռացա շեշտեմ, որ ամենավերջում 1 թեյի գդալ կիտրոնի հյութ եմ ավելացնում։ Հիմա պատրաստենք աղցանը և օգտագործենք հենց այս մայոնեզը։ Այսօր օգտագործելու եմ սմբուկ, սունկ մարինացված և հավի կրծքամիս։ Սմբուկը բաժանում ենք 4 մասի և պետք է տապակենք բուսայուղի մեջ։ Աղ չեմ անում, որպեսզի չթուլանա, հենց այս տարբերակով սիրում ենք, երբ տապակում եմ, սմբուկները բավականին ձիգ են մնում և իրենց տեսքը չեն կորցնում, չեն թուլանում։ Այստեղ մի հատը նկարեցի, բայց ինձ մոտ 3 սմբուկ է, մոտավորապես 3-ը միասին 450 գրամ էր։ Մինչև սմբուկը տապակվի, մասերի ենք բաժանում հավի կրծքամիսը, այսպես ասած քրքրում ենք, ոնց կարող եք այդպես էլ արեք, կարող եք նաև խորանարդաձև կտրատել։ Արդեն պատրաստի մթերքները դրել եմ, սմբուկը տապակել եմ, բայց դրել եմ սառնարանը մի քիչ ավելի արագ սառելու համար, այստեղ կտրատած սունկն է, հավի կրծքամիսը, սամիտ և մաղադանոս եմ կտրատել, սխտոր եմ ճզմել, մայոնեզը դե պատրաստ է, հիմա այստեղ բոլորն ավելացնենք աղցանամանի մեջ, որպեսզի խառնենք։ Հավի կրծքամսի վրա ավելացնում եմ մի քիչ սև պղպեղ, ի դեպ եփել էի հենց աղով։ Սունկը պահածոյացրած է, կտրատած, կանաչին և սխտորը։ Այստեղ կադրը կանգնեցնում եմ, գնում եմ, որ սմբուկը բերեմ, բերում եմ և մոռանում եմ, որ հեռախոսս միացնեմ նկարի։ Այդ պատճառով էլ չունեմ սմբուկի ավելացնելու և մայոնեզի որոշ չափ ավելացնելու ընթացքը նկարած։ Բոլորը միասին խառնում ենք, եփված են աղով, էլ ոչինչ ավելացնել պետք չի։ Արդեն պատրաստ է աղցանը։ Հիմա տեղափոխեմ մատուցման ափսեի մեջ։ Ես որոշեցի, որպեսզի աղցանը մատուցման ափսեի մեջ լցնելուց հետո ընկույզը երեսին ավելացնեմ, կարող եք դուք խառնել ընդհանուր աղցանին, երկու տարբերակով էլ համեղ է լինելու։ Ահա սիրելիներս, շատ համեղ աղցան ստացվեց, փորձեք,
Միգուցե դուք էլ եք պատրաստում, բայց ինչ-որ մի մթերք չեք ավելացնում կամ, չգիտեմ, էլ ավելի բան եք ավելացնում, կոմենտներում գրեք, տեսնեմ և ես էլ կփորձեմ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։